Տիկին նախարար, պարոն նախարար, պարոն քաղաքապետ, պարոն ներկայացուցիչ Եվրամիության հարգելի դեսպաններ, նախագծի հարգելի հեղինակ եւ Թումո կենտրոնի հարգելի ներկայացուցիչներ, նախ ես ուզում եմ իմ խոսքը սկսել շնորհակալություններով։ Առաջինը ոնց որ թե վաղուց Թումոյում չեմ եղել, ուզում եմ Թումոյին նախ շնորհակալություն հայտնել Հայաստանի նոր իմիջի կամ նոր Հայաստանի իմիջին այդքան նշանակալի մասնակցություն եւ ներդրում ունենալու համար, որովհետեւ կարծում եմ, որ հիմա Հայաստանի Հանրապետության միջազգային ընկալումներում ավելի ու ավելի տեսանելի է դառնում Թումո անունը իր ամբողջ ընդգրկմամբ։ Ես ուզում եմ սրա համար ձեզ շնորհակալություն հայտնել։ Երկրորդ ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվրամիության մեր գործընկերներին այս կարևոր նախագծին աջակցելու համար եւ ընդհանրապես այս առիթով մնացած բոլոր ուղղություններով մեր արդյունավետ համագործակցության համար։ Հաջորդ ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագծի հեղինակին այս գեղեցիկ նախագիծը ստեղծելու, բայց շատ կարևոր է այդ նախագծի ստեղծման պատմությունը ներկայացնելու համար, որովհետև վերջին ես մտածում եմ, որ փաստորեն վերջին 6 տարում մենք իրար հետ զուգահեռ ենք աշխատել, որովհետև դուք այս շենքն եք տենց վերցրել, սենց, այսպես, սենց, կամուրջ եւ այլն, մենք այդ նույն process-ը մտածել ենք Հայաստանի նախագծի վերաբերյալ եւ ամենակարտարբեր ձևերով եւ ամենատարբեր մոտեցումներ ենք ցուցաբերել եւ ինձ համար սա մտածողության տարբեր դիտանկյունների մասին է եւ այստեղ մի բառ հնչեց, այդ բառը անդադ հնչում է տարբեր տեղերում Հայաստանում եւ ոչ միայն Հայաստանում եւ ես ուզում եմ այս առիթով կիսել այդ եւ եւս մեկ բառի նկատմամբ մեր ընդհանրապես ընկալման փոփոխության մասին խոսվեց ապագայի մասին։ Շատ կարևոր է, մենք ընդհանրապես շատ ենք խոսում ապագայի մասին, բայց բնականաբար վերջին 6 տարվա ընթացքում մենք շատ ենք մտածել ապագայի մասին, նաև այդ ապագա բառն ենք տարբեր ձևերով տեղադրել իրականության մեջ եւ հասկացել ենք, որ մենք մի հատ մեծ խնդիր ունենք մեր իրականության մեջ, այդ մեր եւ ապագայի միջև առկա տարածությունն է, որը սովորաբար երբեք էլ չի հաղթահարվում։ Այսինքն գոնե մեր պատմական փորձը մեզ բերում է այն եզրակացության, մեր ժողովրդի պատմական փորձը, որ մեր եւ ապագայի միջև այդ տարածությունը այդպես էլ երբեք հնարավոր չի լինում հաղթահարել։ Դրա համար երբ որ մենք տարբեր ձևերով մոդելավորում ենք մեր կառույցը եւ մեր ճարտարապետությունը, մենք հասկացանք, որ ուրիշ բան է պետք անել ապագայի եւ մեր այսօրվա միջև այդ տարածությունը հաղթահարելու համար, ապագան պետք է բերել տեղադրել այսօրվա մեջ, որովհետեւ եթե ապագան այսօրվա մեջ չի, ինքը գործնականում գոյություն չունի եւ ըստ էության ինչ եմ այսօրվա առիթով ասում, որովհետեւ այսօր դուք ներկայացրիք այն ապագան, որի մասին խորհում էիք 6 տարիների ընթացքում եւ այս նախագծի համար այսօր այդ ապագան է եւ սա շատ կարևոր արձանագրում է, ես ընդհանրապես մեր մտածողության մեջ այդ է փոխվում ամենաշատը, որ ապագան ինչ որ հեռու միտեղ չի, ապագան այսօր է, որովհետեւ այսօր ինչ ապագա մենք ստեղծում ենք, այդ ապագան էլ գոյություն կունենա։ Երկրորդն էլ, որը գուցե հենց տենց չհնչեց, այդ մեր իրականության մեջ էլ շատ խոսվում է երազանքի մասին, ու երազանքը թերևս ամենաշատ գործածվող բառերից մեկն է, եւ իմ եզրակացությունն այն է, որ երազանքը, որի տակ աշխատանքային պլան չկա դրված, ինքը ընդհանրապես անիմաստ եւ անտեղի արտահայտություն է եւ բառակապակցություն է եւ ես սրա մեջ տեսնում եմ հենց նաեւ այդ ձեր գործողությունները, որ ցույց եք տալիս, երազանքի հետ հարաբերվելու այն ձևն ու բանաձևն է, որը ես կարևոր եմ համարում, որ մենք որդեգրենք, արձանագրենք եւ ունենանք։ Ընդհանուր առմամբ ինչի մասին է ամբողջ պատմությունը ինձ համար եւ նախագիծը եւ նախագծի ստեղծման պատմությունը եւ այն բոլոր ջանքերը, որ մենք եւ մեր գործընկերները ներդրում ենք Հայաստանում,
Իսկ արձանագրումը հետևյալն է, որ այսօր հենց 2026 թվականին Հայաստանի Հանրապետությունում լավ կյանքը հասանելի է։ Լավ կյանքը հասանելի է բոլոր այն մարդկանց համար, ովքեր կարող են եւ ուզում են ընթանալ կրթության ճանապարհով, ընդ որում անկախ տարիքից, եւ ընդհակառակը լավ կյանքը անհասանելի է ցանկացած մարդու համար, ով լավ կյանք տանող ճանապարհ որպես չի որդեգրում կրթությունը։ Եվ հետեւաբար այն ինչ որ այսօր խոսվում է եւ ընդհանրապես կրթության ոլորտում ինչ որ մենք խոսում ենք լավ կյանքի մասին եւ լավ կյանքը հասանելի դարձնելու մասին, եւ ես ուրախ եմ, որ մենք ունենք մի շատ կարեւոր նախագիծ եւ ուրախ եմ, որ այս նախագծերը, այսպիսի նախագծերը Հայաստանում այլևս եզակի չեն։ Սա այդ թվում Թումոյի, բայց ոչ միայն Թումոյի ձեռքբերումն է, այսպիսի նախագծերը եզակի չեն եւ մենք ամեն անգամ փորձում ենք այսպիսի նախագծերով ավելի ու ավելի շատ մարդու համար հնարավորություն ստեղծել, ճանապարհ բացել դեպի լավ կյանք եւ այս նախագիծը, որը ինչքան հասկացա մենք պայմանավորում ենք, որ կոչվում է Gorgeous, այս նախագիծը լավ եւ գեղեցիկ կյանքի մասին է եւ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կառուցում են այս ճանապարհը եւ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ոտք են դնելու այս ճանապարհին։ Կրկին բոլորիդ շնորհակալ եմ այս Gorgeous նախագծի համար։ Շնորհակալություն։